Նախքան 7-ին անցնելը կխնդրեմ լայքել եւ բաժանորդագրվել մեր ալիքին։ Ռամիլ Սաֆարովին գնդապետի կոչում տալով ադրբեջանական պետության ղեկավարն ասում է. «Հայեր իմացեք, մենք ձեզ ոնց ատել ենք, այդպես էլ ատելու ենք»։ Ադրբեջանագետ. Օրեր առաջ մեր մեդիատիրույթում տարածվեց լուր, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնարած Ռամիլ Սաֆարովը Ադրբեջանում ստացել է գնդապետի կոչում։ Նյութը տարածվում էր ադրբեջանական սոցցանցային տիրույթում, այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Դրա համար ես թեմային այդ պահին չանդրադարձա, սպասում էի հաստատմանն ու փաստական տվյալների։ 2 օր առաջ ադրբեջանական մամուլն արդեն հրապարակեց լուսանկարներ։ Նորություն չէ, որ Սաֆարովը հենց պետության կողմից արժանացել է թոշակի իր սխրանքի համար, ունի բնակարան, լիովին ապահովված է և համարվում է հերոս։ Այստեղ մեկ այլ լուր է, ինքնին նորություն։ Ինչ է սրանով մեզ ասում ադրբեջանական պետությունը, կոնկրետ ղեկավարությունը։ Ասում է. «Հայեր իմացեք, մենք ձեզ ոնց ատել ենք, այդպես էլ ատելու ենք։ Էդ 3 պարգրարին ու 2 կանսետը բենզինն ուղարկում ենք, որ ձեր կառավարության բերանում լեզու դնենք, խաղաղության թատերաշրջանի հերթական սեզոնը խաղալու համար, բայց միաժամանակ ձեզ շատ ուղիղ ասում ենք. մենք մոտ քնած հային կաթնահարողը հերոս է, մեզ մոտ ատելություն քարոզվելու է ու շարունակում է քարոզվել պետական մակարդակով, մեզ մոտ Ալիևի ուղիղ հրահանգով ձեր պետությունը համարվում է մեր պատմական հողը, որի հետևից մենք մի օր գալու ենք, դրա համար էլ շարունակում ենք զինվել։ Սա ասում է մեզ ուղիղ, հստակ, առանց այլևայլությունների։ Հիմա արդեն հայ հանրության գիտակցությունից է կախված։ Իրենք կորոշեն խաբվել են 3 պարկ բրինձով, թե ուղղակի կընկալեն իրենց ասած անթաքույց թշնամական խոսքը ու իրենց հաշիվը կքաշեն, այսինքն կկառուցեն այնպիսի պետություն, որտեղ որևէ մեկի մտքով չանցնի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հասցված վնասը մնալու է անպատիժ, ավելին պարգևատրվելու է։ Իմ համոզմամբ չի կարելի ունենալ նման կանխատեսելի հակառակորդ ու մնալ անպատրաստ գալիք մարտահրավերների առաջ։ Անպատրաստ լինել ուղղակի հանցագործություն է մեր պետության ու մեր քաղաքացիների հանդեպ», գրել է նա։